Զատիկի տոնին ընդառաջ պատրաստել եմ չամիչով բուլկիներ և որոշեցի կիսվել ձեզ հետ, որովհետև այս բաղադրատոմսով ստացվում են շատ նուրբ, փափուկ ու թեթև բուլկիներ։ Կաթը, խմորիչն ու շաքարավազն իրար ենք խառնում։ Ավելացնում ենք ձու, մի պտղունց աղ և կարագ։ Լավ խառնելուց հետո մաղով անց ենք կացնում ալյուրը։ Ստանում ենք խմոր, որից հետո մի փոքր բուսայուղով լավ տրորում ենք խմորը։ Պետք է ստացվի փափուկ և մի քիչ կպչող խմոր։ Ծածկում ենք և թողնում 1.5-ից 2 ժամ, որպեսզի հանգստանա։ Տեսեք ինչ լավ է բարձրացել։ Տրորում ենք և ավելացնում ենք չամիչը, որից հետո ևս մեկ անգամ 20-30 րոպեով ծածկում ենք, որպեսզի հանգստանա։ Ժամանակը լրանալուց հետո խմորը բաժանում ենք մանր գնդիկների և դասավորում ջեռոցի տապակի մեջ։ Թողնում ենք, որպեսզի ուռչի, ապա գնդիկներին ձվի դեղնուցն ու կաթն ենք վրձնով տարածում։ Այդ կերպ մեր բուլկիները կստացվեն կարմրաթույր։ Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30-40 րոպեով։ Դե ինչ, նուրբ, փափուկ և անչափ համեղ բուլկիները պատրաստ են։ Այսօրվա համար այսքանը։ Իսկ ինձ մնում է մաղթել ձեզ ուրախ զատիկ։ Մնացեք խաղաղությամբ։